Ողջունենք ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, սիրելի քուրիեղբայրներ, բարի եկաք այս քեղեցիկ բահը, որ Տերը մեզ գուտա։ Տիրոջ օրհնությունը պիտի վայելենք իջեդո իր խոսքի սերտողության մեջ։ Ուրեմն գանչեցեք ձեր ընկերները, բարեկամները, ընտանիքի անդամները, որ մի քանի վայրկյաններն սկսենք այս ուղի եթեր ծառայությունը, որ կգտնվիկ Տիրոջ օրհնությունը հասնի այնտեղ եւ իր խոսքի զորությունը մեզ առաջնորդի։ Ուրեմն մի քանի վայրկյաններ կվերակտնենք իրար, միջ այդ կանչեցեք բոլորին եւ օրտնապեր ժամեր կսպասե մեզ։ Ուրեմն մի քանի վայրկյաններ են։
խորհրդական հավիտենականության հայր սքանչելի խորհրդական հավիտենականության հայր խաղաղության իշխան ով զոր Աստված Չունի սահման բարձր քո անունը բոլոր անուններից զորությունից տերություններից հավիտյանս հավիտենից թագավորելու ես Տերտերած հավիտյանս հավիտենից թագավորելու ես Տերտերած Տշնամությունը քանդեց հոր հետ մեզ հաշտեցրեց իր արդարությունը մեզ տվեց ամեն ծուն թող ծրվի ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Տշնամությունը քանդեց հոր հետ մեզ հաշտեցրեց իր արդարությունը մեզ տվեց ամեն ծուն թող ծրվի ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Փառավորվի երրորդության մեր Աստվածը, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Բարի եկաք, սիրելի քույր եղբայրներ, այս ուղիաթեր ծառայությանը, ինչպես գիտեք, կսպրվի Փարիզեն, կհասնի քեզ ուր որ գտնվիս։ Աստված օրհնե քեզ, քո ընտանիքը, քո բարեկամությունը, քո ազգը ուր որ գտնվիս, քո երկիրը ուր որ ես, Աստված իսկապես իր ցերկը երկարե քեզ եւ հասնի։ Քո նեղության մեջ, քո դգարության մեջ, քո վախի մեջ, քո մտահոգության մեջ, քո իրարանցումիդ մեջ իր ցերկը երգնցնի եւ հասնի քեզ։ Իրենը լա փառք։ Ուրախ ենք, որ միասին ենք մեմևս այս օր եւ ուրախ ենք, որ միասին պիտի վայելենք այս օրտնապեր ժամերը։ Փառք Հիսուսի այս քեղեցիկ ժամերին համար։ Այո, ադերը մեզի մեկ շաբաթ եւս պահեց, պաշտպանեց, որովհետեւ մենք միասին այսօր իր խոսքի շուրջը լանք։ Սաղմոս 103-ը պիտի գարտանք, հետո պիտի շարունակենք մեր գործ առաքելոցի ընթերցումը միասին եւ պիտի փորձենք երթալ առաջ հասկանալու համար Տիրոջ խոսքը, թե ինչ է Տիրոջ խոսքը այս խավար աշխարհի մեջ։ Վերադառնալ հավատքի, քրիստոնյա հավատքի սկիզբը, հիմքը, վերադառնալ եկեղեցվո էությանը, վերադառնալ թե ինչ է եկեղեցին, ով են հավատացյալները, ով են այն հավատացյալները, Հիսուս Քրիստոսի հետևորդները։ Սուբկիքն է մեր ուղղությունը, մեր զգացումները չեն, մեր գարձածները չեն, մեր մտածածները չեն, մեր վարդապետությունները չեն, մեր եկեղեցական սովորությունները չէ, սուբկիրքն է սկզբունքը քրիստոնյա հավատքին, որում մեջ մենք կանչված ենք գալու, խոնարհելու, սորվելու եւ այդ խոսքին համաձայն Սուրբ Հոգի ներկործությամբ ապրելու այն ուղղությունը, որ Տերը ինք կուզե տալ իր հետևորդներուն։ Ամեն։ Տեր օրհն է, բարի եկաք, անոնք որ գմիանան մեզ դարբեր դեղերեն։ Եկեք Սաղմոս 103-ը շատերս կոց գիտենք, անկիր գիտենք այս 103-ը, բայց քանի որ մեր այսօրվա ընթերցումն է, կուզեի ուրախությամբ հավատք տնել այս համարներուն վրա։ Սաղմոս 103 հրաման մնե որ Դավիթ ինքը իր անձին գուտա։ Հրճագում է որ ինքը իր անձին գուտա եւ գսե ով իմ անձս օրհնե Տերը։ Ու այն ամենը որ իմ ներսիտիս են անոր սուրբ անունը ով իմ անձս օրհնե Տերը։
Եվ անոր բոլոր բարերարությունները մի մոռնար։ Ինչ են բարերարությունները։ Գկավե բոլոր անօրենություններդ, գպժշկե քու բոլոր հիվանդություններդ, գպրգե քու կյանքդ աբագանուտենե, գբսագե քեզ ողորմությունով եւ կթությունով, գլեցնե քու ձերությունդ փառությունով, մանկությունդ արձիվի պես կնորոգվի, դերը արդարություն եւ իրավունք կնե։ Ավասիկ ով է մեր Աստվածը եւ իր էյությանը, թե ինք ով է, ինք ինչ կնե, ինչ խոստացավ, այս բոլորին համար մեր անձը պետք է օրհնե դերը։ Մեր անձը այսօր հագարակ վախ, մտահոգություն, նեղություն, անորոշություն մեկ բան ունին գնելուկ ընելիք օրհնել դերը։ Դավիթ երբ այս կգրե այնքան լավ իրավիճակի մեջ չէր։ Երբ այս Սամոսը կգրե իր հոգեվիճակը անչափալ փայլուն չէր։ Ամեն ինչ լավ չէր իր համար։ Գրիվ պատերազմ իրարանցում, վախ, մտահոգություն, խանգարանք, հարաբերական խնդիրներ։ Բայց ինքս է ով իմ անձս օրհնե դերը, քանի որ ես գիտեմ ինչ կնե դերը։ Գկավե, գպժշկե, գնորոքե, գզորացնե, գբարձրացնե, գբահե, գպաշտպանե, գբսագե։ Որուն անոնք, որոնք զինք գբադվեն եւ իրեն գվստահին։ Եկեք այսօր Տիրոջ վստահողները լանք, Տիրոջը հանցվածները լանք, Տիրոջ փառքին համար ապրողները լանք եւ օրհնենք Տերը մեր ամբողջ զորությամբ, հագարակ մեր դգարություններուն եւ հագարակ այսօրվա մեր նեղություններուն։ Օրհնե Տերը ով իմ անձս եւ այն ամենը, որ իմ ներսիտից է անոր սուրբ անունը, օրհնե Տերը ով իմ անձս եւ անոր բարերարությունները մի մոռնար։ Չլա թե ով մեկ բան այս աշխարհի մեջ մոռցնե, թե ով է քո Աստվածը, թե ինչ ըրավ հայրը իր որդիով Հիսուս Քրիստոսով, թե ինչպես իր միածինը զոհեց, որպեսզի դու եւ ես կյանք եւ առավել ունենանք։ Չմոռնաս ով մեկ ցևով, ոչ մի անձ, ոչ մի վիճակ, ոչ մի խանգարանք ես չմոռցնե, թե ինչ ըրավ Հիսուս քեզ համար։ Անորմալ կանչված ենք այստեղ Տերը օրհնելու, փառավորելու, երկրպագելու, հիշելու մեր կյանքի նպատակը, հիշելու թե ինչու այստեղ ենք եւ ինչու գաբրինք եւ ինչը մեր կյանքի նպատակը, ով իմ անձս օրհնե Տերը, այն է կյանքի նպատակը, աչեն գինան, ցախեն գինան, խնդիրներ գլան այստեղ եւ այնտեղ, երկինքն ու երկիրը նույնիսկ կանցնին, մանավանդ այս օրերու մեջ որ անորոշ ամեն ինչ, այո ամեն ինչ կանցնի, բայց Տիրոջ հուսացողը գմնա հավիտյան, ով իմ անձս օրհնե Տերը, Տիրոջ նայիր, Տիրոջ մոտեցիր, Տիրոջ հետ մեգուսացիր, Տիրոջ երեսը փնտրե, Տիրոջ մեջ զորացիր, քանի որ այնտեղ ենք ու կային աղբյուրը, որ քո կյանքիդ հավասարակշռություն կունենա։ Իրեն ըլլամիշտ փառքը եւ պատիվը եւ հավիտյանը Սավիդենից, թող Աստծո ժողովուրդը ասե ամեն, ամեն եւ ամեն։ Վերգած օրհնե Տիրոջը, Բաշտե Տիրոջը, փառավորե Տիրոջը եւ այս երկեն վերջը կվերակտնենք իրար, Գործ Արաքելոց 5-րդ գլուխը կշարունակենք։ Եկեք փառապանենք Տերը միասին։ Եվ որդիր Տիրոջը, վերկաց եւ գոչի, վերկաց եւ որդիր Տիրոջը, փառքու Հիսուսի, վերկաց եւ որդիր Տիրոջը, վերկաց եւ գոչի, վերկաց եւ որդիր Տիրոջը, փառքու Հիսուսի, նա միակն է, նա արքան է, նա միակն է, նա ամենն է, նա միակն է, եւ Եսուս
ուրախությունը իմ ներսի Եվ ես ուզում եմ հայտնել գոհությունը իմ սրտի Նա ինձ մաքրեց բոլոր մեղքերից Ես հիմա ազատ եմ ինձ ճնշող մեղքերից Ազատ եմ վերջապես Եվ օրհնիր Տիրոջը վերկաց և գոչի Վերկաց և օրհնիր Տիրոջը փառք տու Հիսուսի Վերկաց և օրհնիր Տիրոջը վերկաց և գոչի Վերկաց և օրհնիր Տիրոջը փառք տու Հիսուսի Նա միակն է Նա արքան է Նա միակն է Նա ամենն է Նա միակն է Եվ ես ուզում եմ երգել Հիմա, 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 հիմա Վերկաց և փառքը տու նրան Եվ օրհնիր Տիրոջը վերկաց և գոչի Վերկաց և օրհնիր Տիրոջը փառք տու Հիսուսի Վերկաց և օրհնիր Տիրոջը վերկաց և գոչի Վերկաց և օրհնիր Տիրոջը փառք տու Հիսուսի Նա միակն է Նա արքան է Նա միակն է, նա ամենն է, նա միակն է Եվ ես ուզում եմ երգել հիմա, 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 հիմա Վերկաց և փառքը տու նրան Ալելույա, փառքը տանք Տիրոջը, իրենը լա միշտ փառք եւ բադիվ եւ օրհնություն։ Բարի եկեք քույր եղբայրներ, այս գեղեցիկ օրհնապեր ժամերուն համար Աստված արադաբես օրհնե քեզ, ինձ, մեզ բոլորս Ուր որ գտնվինք, որ երկրի մեջ որ գտնվինք, դեր օրհնե YouTube-ով հետևորդները, Facebook-ով հետևորդները դուք կնակ արդեն ձեր ընկերներուն դարածել, այս բոլորը, ICFN Los Angeles-ի քույր եղբայրները որ գհետևին մեզ ICFN-ով եւ նաեւ YouTube-ով, Facebook-ով դերը բոլորիս օրհնե։ Փառք Տիրոջը այս մեծ օրհնություններուն համար որ գվայելենք եւ մանավանդ ուրախ ենք, որ իր խոսքը սերդելով մեր հոգին, միտքը, սիրտը, մարմինը, մտածելակերպը, սկզբունքները գփոխվի պատրաստվելով դեր Հիսուս Քրիստոսի վերադարձին։ Մենք սիրելի քույր եղբայրներ Հիսուս Քրիստոսի թագավորության մարդերն ենք, անձերն ենք, այն թագավորության քաղաքացիներն ենք, այն սկզբունքներն է որ պիտի սորվենք։ Եկեղեցի կալ երթալով դու քաղաքականություն չես փոխեր, դու գփոխես քաղաքականություն եւ Աստծո Սուրբ Օգին գմտնե քո մեջ եւ քեզ գսորվեցնե որ դու այլևս երկնքի մարդ ես եւ ոչ երկրի հետևորդ այս կամ այն գազագերբություններու կամ եկեղեցիներու կամ այս կամ այն մարդկանց այլ մենք հետևենք ամենակարող երրորդության Աստծո եւ իր խոսքի սկզբունքներում դեր օրհնե ուրեմն սիրելի քույր եղբայրներ վերադառնանք մեր կորձ արաքելոց քրկի սերդողությանը 5-րդ գլուխ հասերեինք պիտի փորձենք քիչ արագ երթալ համար 12-ին սկսյալ պիտի գարտանք Անցյալ անգամ տեսանք Անանիաս Սապիրան ինչպես նեղություն են անցան սուտ խոսելով բաճվեցան Աստուծմե համար 12-ին գշարունակենք պիտի խնդրեմ ձեր սուբտիտրերը բանակ չլսեք իմ ընթերցումից այլ հետևեցեք դուք ձեր ընթերցումով
այս ընթերցումը որ գնենք։ Բոլորը սուբկիրքները բաց, դեդրակները քրիչները մեր գողքին, դբրոցի աշակերտի պես, քանի որ Հիսուսի հետևորդը աշակերտ են, նաև խոսքը սորվողներ ենք։ Ամեն, խոսքը ջանցողներ ենք։ Ազո խոսքով է որ մեր կյանքը իմաստ կառնե, ուղղություն կառնե։ Հալելույա։ Սուրբ ոգին գուկա ազո խոսքը մեր մեջ կբերե եւ ոչ թե ուրիշ բաներ։ Անորմալ ազո խոսքը բարդական ենք սորվել։ Ահավասիկ։ Համար 12։ Արաքյալներուն ցերկով շատ նշաններ եւ հրաշքներ գլային ժողովրդին մեջ եւ ամենքը միապանությամբ, չմոռնաք այս բառը, միապանությամբ Սողոմոնին սրահին մեջն էին։ Սողոմոնին սրահը այդ Երուսաղեմի տաճարներ, հրյաներու տաճարներ Սողոմոնի թուրի մուտքով։ Եվ որ գսե Սողոմոնի սրահը սել է այդ թուրի մուտքով հոն գահավաքվեին բոլոր հավատացյալները։ Արաքյալները ու շարժուն գնեք, արաքյալները տաճարի մեջ կերտային։ Տաճարի մեջ գքարոզեին հրյաներուն, որբեսի հրյաները աբաշխարեն եւ այդտեղ էին միասին այդ սրահին մեջ։ Շատ կարևոր է, քանի որ գործ արաքելոցի մեջ կտեսնենք սկիզբը, բոլորը գերտային տաճար, ինչու քանի որ այդտեղ կուզեին որ Քրիստոս հայտնվի եւ մարդիկ ընդունեին, հրյաները ընդունեին Մեսիան։ Անորամար հոնգերտային, բայց կամած պիտի տեսնենք, որ այլևս տաճար չեն երթար, ինչու, քանի որ պիտի հալածվին տաճարի մարդոց մեջ եւ անոնք պիտի կան այլևս դնային խմբակներու մեջ։ Եվ այդպես է որ եկեղեցին բաժնվեցավ հրյական սովորությունները։ Ուրեմն բոլոր արաքյալները, այստեղ շեշտը տրված է արաքյալներու վրա, արաքյալներու ներշնչման վրա, արաքյալներու օծության վրա, արաքյալներու հադուկ Քրիստոսի ինչպես ասեմ այդ որ Քրիստոս ուղարկեց արաքյալներու Քրիստոսի իրենց մեջի դրված արաքելության վրա դրված է շեշտը։ Ուրեմն ովևէ մեկը չեր գրնար համարցակեր անոնց հարիլ արաքյալներուն ովևէ մեկը չեր գրնար համարցակեր հարիլ հարիլ ասել է իրենց պես լալ իրենց մեջ մտնել շատ մարդիկ բիդի ընդունեին Քրիստոսը եւ մտնեին ավետարանի ժողովրդին մեջ բայց արաքյալներուն հադուկ ցևով այդտեղ ուզություն կար եւ այնքան Տերը գործեր արաքյալներով որ ոչ մեկը մոդենալու նույնիսկ ֆիզիկական ցևով մոդենալու նույնիսկ իրավունք չունեին կարծես թեև ժողովուրդը գմեծարեր զանոնք այցեք շեշտը տրված է արաքյալներուն վրա 12-ին մինչև 16 համարները շեշտը տրված է արաքյալներու օծության վրա թե արաքյալները իսկապես առաջիններն էին Հիսուսի հետևորդներն ինչու այս տրված է քանի որ սուտ մարգարեներ ալգային նույն ժամանակին ուրիշ մարդիկ այն որոնք Քրիստոսը կքարոզեին բայց իրենք գրգված չէին 12-ն Քրիստոս ղրգեց ուրեմն շեշտը տրված է նախ 13-ին վրա ասել գուզե որ ամբողջ քրիստոնեական հավատքի հիմքը հիմնված է Հիսուսեն հետո արաքյալներեն բացի ուրիշ մարդկանց խոսքերը չէր աստվածային ներշնչում այլ արաքյալներն են անորմալ այստեղ Ղուգաս ավետարանիչը որ գկրե գործ արաքելոցը շեշտը գտնե արաքյալներու գոչումի վրա դե արաքյալներն էին ընդրված արաքյալներն էին ուղարկված արաքյալներ էին օծված արաքյալներն էին կարևորը ուրեմն գսե ոչ մեկը չեր հարենանոր այդ բոլորը գմեծարեին դիրոջը հավատացողներն ալ ավելի գշատնային ահավասիկ տեսանք 3000 3000-ը եղավ 5000 5000-ին հետո այստեղ թեր գշարունակվի գշատնան քանի որ այս է սիրելիներ դիրոջ նպատակը որբեսի շատնա ժողովուրդը փրկվածներուն կանագը որբեսի շատնային դիրոջ հետևորդները որբեսի ամեն մեկը ընդունեին Տեր Հիսուս Քրիստոսը իրենց մեղքերեն ներվեին Սուրբ Հոգին ստանային եւ արդար եւ մաքուր կյանք ապրելով երթային առաջ եւ դեր այդ գործը գնե հրաշքներով նշաններով քարոզչությունով այնպես որ գսե հիվանդները հրաբարակները գահանեին եւ բատկարակներով եւ մահիճներով գտնեին որբեսի Պետրոսին անցնելու ադենը կոնե անոր շուկը անոնց մեգուն վրա ինա
շրջակա քաղաքներում բազմություն Երուսաղեմ գժողվեր, հիվանդներ եւ բիղձ ոգիները, նեղություն գրողները բերելով, որոնք ամեն կնալ գբժշկվեին։ Հավասիկ արաքյալներու ցերկով ինչ մեծ կորձեր գլար դերը հadouk օծություն տված էր արաքյալներուն ասելու համար թե ասոնք են ինձ ներկայացնողները արաքյալներու խոսքի եւ կորձի վրա պիտի հիմնվեր եկեղեցին եւ այստեղ շատ հստակ ձևով կգրվի եթե լավ գսերդենք կտեսնենք որ արաքյալներեն բացի նաեւ ուրիշներ կային իրենց ասեմ վերստին ծնված հավատացյալներ, որոնք կկարոզեին, որոնք հրաշքներ գնեին։ Գործ արաքելոցը մեզ գսե թե միան արաքյալները չէին։ Այլ բոլորը քիչ հետո պիտի տեսնենք։ Բայց նաև շեշտադրված է որ այդ բոլորը այո, բայց արաքյալներու հովանավորության տակ։ Ինքնագոչ չէ։ Իրենք իրենց գլուխով չէ։ Իրենք իրենց գարձածով չէ։ Արաքյալներու դաստիարակության տակ չմոռնակ, անցաշաբաթ ալ գարտացինք, ամեն օր իրար հետ էին գսե արաքյալներուն խոսքին շուրջ։ Եվ այստեղ կարևոր է որ շեշտադրվի արաքյալներու խոսքին շուրջ։ Արաքյալներու հիման վրա։ Արաքյալներու հովանավորության տակ։ Հալելույա։ Եվ ամբողջ Երուսաղեմը ժողովուրդը խառնված Իրոջ օրտնությունը գվայել են ավասիկ արտնությունը։ Սուրբ ոգին կորզներ։ Ոչ արաքյալներու, ոչ լավ հավատացյալներու, Սուրբ ոգի կորզներ, որ Սուրբ ոգին գարտնցներ մարդիկ։ Եկող կացող կփժշկվեին։ Նպատակը փժշկությունը չէր։ Նպատակը արաքյալներու խոսքն էր։ Եվ անոր համար գրված այդտեղ հավատացյալները գշատնային։ Ոչ թե քանի որ հրաշքներ գտեսնեին, այլ քանի որ գտնունեին Քրիստոսը։ Քանի որ գտնունեին Քրիստոսի մահը եւ հարությունը, գտնունեին իրենց մեղքը, գտնունեին թե իրենք պետք է ապաշխարեին, այդպես է որ մեկը հավատացյալ կդառնա, Քրիստոսի հետևորդ կդառնա, ոչ թե միայն հրաշք տեսնելով։ Ամեն, հալելույա։ Համար 17 Ոտքի ելավ քահանայապետը եւ բոլոր իրեն հետ եղողները, որոնք սատուկեցիներու աղանթեն էին, նախանցելով լեցված ու արաքյալները ծեր պագալեցին եւ հասարակած բանդը դրին զանունք։ Նախանցեցան, բռնեցին եւ դրին։ Նայեցեք ինչ քեղեցիկ խոսք, շատ բարձ խոսք։ Համար 19 Բայց կսե դերոջ հրեշտակը քիշերով բանդին դռները բացավ եւ դուրս հանեց զանոնք ըսելով հետեւյալը Կացեք եւ դաջարին մեջ կայնելով ժողովրդին հայտնեցեք այս գենաց բատկամը, յանքի բատկամը։ Բան տրվեցավ, հրեշտակը եկավ, շատ բարձ, դուրը բացավ եւ գսե կացեք ավետարանը շարունակեցեք քարոզել։ Ուր ժողովարանին մեջ, ժողովրդին մեջ, կացեք հայտնեցեք, կացեք ըսեք գենաց Քարոզը, գենաց բատկամը, այս կյանքի խոսքը դվեք։ Նպատակը իրենց ազատելը չէր, նպատակը ավետարանը քարոզել էր։ Սիրելիս, նպատակը քո կյանքիդ մեջ լավ ըլլալ չէ։ Նպատակը այն չէ որ դու լավ դեղ հասնիս, լավ հանգիստ ըլլաս։ Նպատակը այդ է որ Տերը գուզե քեզ համար եւ քեզմով հոգիներ բրգե։ Բանդին թուրերը կոծեին։ Հրեշտակը եկավ, առանց բան մսելու, քագեց, դուրս անեց, չսավ ընտանիքնիդ կացեք, չսավ կացեք սեր եղբայրներուն կով, չսավ կացեք այս, չսավ կացեք եւ ավետարանը շարունակեցեք քարոզել, քանի որ երբ դուք կքարոզեք, մարդիկ կփրկվին, երբ դուք կքարոզեք, մարդիկ կբժշկվին, երբ դուք կքարոզեք, հրաշքներ գլա, կացեք, քարոզեցեք, յանքի գենաց խոսքի, գենաց բատկամի մեջն է փրկությունը եւ ազատագրությունը։ Հալելույա։ Ու երբ զայս լսեցին, տաճարը մտան արդուն, շատ արդուն, գսորվեցնեին, իսկ քահանայապետը եկավ ու իրեն հետ եղողները ու մեկտեղ գանչեցին ժողովը ու Իսրայելի որդիներուն բոլոր դերագույնը ժողված կոմարեցին եւ մարդ ղրգեցին բանդը, որպեսզի զանոնք բերեն։ Մինչ արաքյալները արդու տաճարը կքարոզեն, տաճարի մեկ անգյունը քահանաները գղրգեն բանդ մարդիկ, որպեսզի այդ արաքյալները բանդեն բերեն որ նրանց արչև ելլե։
Միջայդ դաջարի մեջ այդ առաքյալները կքարոզեն։ Գտեսնեք Տիրոջ գործը։ Գտեսնեք ինչ հոյակապ հրաշքներ կնե դերը։ Եթե դու եւ ես մնանք մեր գոչումին մեջ միայն։ Հո սիրելի քույր եղբայրներ, եթե մնանք մեր գոչումին մեջ, եթե մնանք, թե մենք ինչու համար վերստին ծնված ենք, ինչու համար Տերը եկավ, ինչու համար այսօր դու պետք է ապաշխարես, ինչու համար ապաշխարած դու վերստին ծնված մարդ պետք է քո գոչումիդ մեջ մնաս, եթե մնանք Տերը հրաշքներ գնե։ Մարդիկ այսօր խանգարված վիճակի մեջ են, կսպասեն հրաշքներ, որ Տերը փամ մնե, բայց ասեմ ցեզ Տերը արդեն գնե, եթե դու հավատարիմ ես քո գոչումիդ մեջ։ Հալելույա, հալելույա։ Երբ սպասավորները կացին զանոնք փանդին մեջ չգտնելով ետ դարձան պատմեցին եւ ասին թե փանդը ամեն ըսկուշությունով կոծված կդանք ու բահաբանները թռներուն արչև գայնած սիրելիներ գրնակ երևակայել ինչպես արաքյալները դուրս ելան թուրերը փանդերու թուրերը կոց բահակները առաջ բայց այդ արաքյալները դուրս ելան Ինչպես գրնակ երևակայել ան երևակայելի գրնամսել հրաշք այստեղ գտեսնենք Արին իրենց նախանցելով գսե փանդը թրին օքեյ Երբ որ փանդը թրին արաքյալներուն հիմա այստեղ չսվիր որ արաքյալներն են բայց երբ որ փանդը թրին շատ բարձ հրեշտակը եկավ չեմ գիտեր ինչ ծևով զիրենք դուրս հանեց Եվ այդտեղ բահակներ գային, այդտեղ երկաթյաթուրը փակ էր, բայց իրենք դուրս ելան։ Տիրոջ համար անկարելի բան չկա։ Տիրոջ համար անկարելի բան չկա, սիրելի քույր եղբայրներ։ Հավատարիմ մնա քու գոչումիդ մեջ, դու վերստին ծնված հավատացյալը լալով, դու գանչված ես Աստված օրտնելու, բադվելու, քո Տիրոջ օրտությունը բադմելու, մի վախնար թե քեզ ինչ պիտելա, ինչպես պիտելա, շարունակե Տիրոջ գործին մեջ մնալ, շարունակե գոչումիդ մեջ մնալ, երկրպագության, փառապանության, նվիրման, Աստված երկաթյաթուրերը գիտե փանալ։ 12-րդ գլխուն մեջ նույն բանը բիդանե, բայց այստեղ ավելի մեծ զարմանալի էր, թուրերը չբացվեցան Բահակները չխանգարվեցան, երկրաշարժ չեղավ, բամը չեղավ, բայց արաքյալները դուրսն էին։ Օրտնյալ է մեր Տերը։ Ուրեմն բահաբանները դռներուն առջև գայնած, բայց բանալով ներսը մարդ չգտանք։ Համար 24 Երբ մեծ քահանան եւ դաջարին իշխանը եւ քահանաբետները լսեցին այս խոսքերը, կզարմանային բադահածին վրա։ Նույն ադենահավասիկ մեկը ներս կմտնե եւ գսե Ահա այն մարդիկը, որոնք բանդը տրած էիք դաջարը գայներ են եւ ժողովրդին գսորվեցնեն։ Այն ադեն իշխանը սպասավորներով մեկտեղ քնած զանոնք բերավ առանց բռնության այս անգամ, քանզի ժողովուրդեն գվախնային, որ չկա գործեին։ Ու զանոնք ադյանը գայնեցուցին։ Կաննեբդ անոնց հարցուց։ Չէ որ սաստիկ բադվիրեցինք ցեզի, որ այս անունով չսորվեցնեք Բայց դուք Երուսաղեմը ծեր ուսմունքով լեցուցիք եւ այն մարդուն արյունը գուզեք մեր վրա բերել։ Ավասիկ կբերեն մենք 4-րդ գլխում մեջ տեսանք որ իրենց արքիլեցին որ կարոզեն արաքյալները ասին որ դուք որչամուզեք կսեք մենք կհնազանդիկ Տիրոջ այստեղ գանտրաթարնան քահանաները որ աստվածային բանը կկատարվի որ բանդի մեջ են այդ արաքյալները դուրս կելեն Առանց որ բանդի թուրերը խախտվի եւ գշարունակեն դարձես բան չեղած դաջարին մեջ կսորվեցնեն եւ այստեղ ուշադրությունիք երկու անգամ բառը կգտնվի սորվեցնել բառը չէին կարոզեր կսորվեցնեն Երանի այսօր մեր եկեղեցիներու մեջ քարոզը վերցվեր եւ սորվեցնել սկսեր Երանի հասկնայինք ավետարանի ճշմարտությունները ավելի խորը ցևով որպեսի ավելի հավատացյալները նորոգվեին իրենց հավատքին մեջ, որպեսի հավատացյալները ավելի բարձրով նվիրվեին Քրիստոսի սկզբունքին, Քրիստոսի թագավորության մեջ ապրելու սկզբունքին, եթե մի քիչ ավելի սորվեին, մի քիչ ավելի հասկանային։ Նայեք գսե ամբողջ Երուսաղեմը ծեր ուսմունքով լեցուցիկ։
Քիչ առաջ որ գարտացինք հրաշքներ գլար ամբողջ Երուսաղեմի փողոցներու մեջ։ Բայց կհասկանաք հիմա, թե արտնություն երբ որ գա, հրաշքը չէ նպատակը, այլ արտնությունը այդ է, որ մարդիկ սորվին ավետարանը, որ մարդիկ հասկանան Հիսուսի խաչելությունը եւ հարությունը, որբեսի մարդիկ ճանչնան երրորդության Աստվածը, որբեսի մարդիկ գիտնան իրենց մեղքը, ընդունին իրենց մեղքը, զղջան իրենց մեղքի վրա եւ քայլեն Տիրոջ օրհնության մեջ։ Ուսմունքը այնօր ճշմարտության խոսք այս մեր ծառայությունը շեշտը գտնե սորվեցնելու վրա։ Սորվեցնել, սորվիլ, սորվեցնելու նպատակով։ Քրիստոնեական հավատքը հիմքը քարոզը չէ, հիմքը ավետարանի խոսքի հասկանալն է եւ ապրիլն է։ Հալելույա։ Տեր օրհնե մեզ։ Ուրեմն սիրելի քույր եղբայրներ, շատ բարձ բան ասեմ, սխալ չհասկանանք։ Եկեղեցի երթալ չէ նպատակը։ Երկել շարականներ, քարոզներ լսել չէ նպատակը։ Նպատակը այդ է, որ դու ավետարանի խոսքով Քրիստոսը ճանչնաս, Քրիստոսի հետ մտերմանաս, Քրիստոսի Սուրբ Հոգիով կայլես եւ իր խոսքին համաձայն ապրիս եւ փոխանցես։ Այս է ավետարան, այս է քրիստոնյան։ Քրիստոնյան Քրիստոսը սելով, հալելույա ամենը սելով չէ, Քրիստոսը ճանչնալն է։ Եվ երբ որ Քրիստոսը կճանչնաս, երբ որ իր Սուրբ Հոգին գուքա քո մեջ, այս անգամ այո փոփոխություններ կլան, մտքի փոփոխություն, խոսքի փոփոխություն, նույնիսկ առողջական փոփոխություն։ Այո դեր Հիսուս Քրիստոս կբժշկե, կփրկե, կազատագրե, կմգրդե, կզորացնե, այո ամեն ինչ կնե, բայց Հիսուս կնե։ Հիսուսի մոտեցիր, Հիսուսը ջանցիր, Հիսուսի հետ ավելի քայլ է։ Երբ որ Պետրոսին եւ առաքյալներին այդ բաները ասին քահանաները, համար 29 գսե բադասխան տվին Պետրոս եւ մյուս առաքյալները եւ ասին. Առավել Աստծո հնազանդիլ պետք է, քան թե մարդոց։ Ինչ հոյագապ հստակ խոսք։ Ավելի կարևոր է Աստծո հնազանդիլ, քան թե մարդոց։ Ինչ կսե Աստված եւ ինչ կսե իր խոսքը։ Ավելի կարևոր է այս, քան թե իմ սկզբունքները, քան թե իմ սովորությունները, քան թե իմ դաստիարակությունը։ Շատ մարդիկներ, սիրելի քույր եղբայրներ, գքայլեն իրենց սովորություններու համեմատ եւ գվախնան թե եթե սովորության դուրս ելեն, ինչ պիտի է տրացին, ինչ պիտի է հարևանը, ինչ պիտի է ասինչը կամ անինչը։ Պետրոս եւ առաքյալները հստակ կսեն, ավելի կարևոր է, մեկ անգամ առավել Աստծո հնազանդիլ պետք է, քան թե մարդոց։ Առավել Աստծո հնազանդիլ, առավել Աստծո խոսքին հնազանդիլ պետք է, քան թե քո եւ իմ մեր սովորությունները, մեր դաստիարակությունները եւ այլն մեր ավանդությունները, ոչ։ Եթե իմ սովորությունս Աստծո խոսքին հագարակ է, ես կորոշեմ Աստծո խոսքին հնազանդիլ, քան թե իմ սովորությանը։ Սիրելի քույր եղբայրներ, քերի չդառնաք մարդկանց սովորությանը։ Մենք սերտեցինք մի քանի ամիսներ առաջ Գողոսացից գիրքը եւ այդտեղ հստակ կբացատրե Պողոս։ Քերի չդառնաս մարդկանց սովորության։ Այլ ինչ կսե սուրբ գիրքը այս տվյալ հարցին մեջ։ Առավել պետք է հնազանդիլ Աստծո, քան թե մարդկանց, նույնիսկ եթե այդ հնազանդությունը Աստծո մարդկանց կողմեն քեզ դադարդություն պիտի ալա։ Մի վախնար, թե ինչ կսեն, դու մնա հավատարիմ Աստծո։ Համար 30 մեր հայրերուն Աստվածը Հիսուսը հարուցանեց եւ անվոր դուք փայդեն գախելով սպանեցիք։ Աստված իր աջ ցերկով զանիգա առաջնորդ եւ փրկիչ ըլլալու բարձրացուց։
Իսրայելի ապաշխարություն եւ մեղքերու թողություն տալու։ Ահավասիկ արաքյալները շեշտը գտնեն Հիսուսի վրա, ասելով դուք կահանաներ, դուք մերձուցիկ, դուք սպանեցիք, դուք խաչանեցիք, բայց Աստված հարուցանեցինք, որովհետեւ ցեզ բրգությունը լա։ Մենք խոսքով հստակ կգրտնեն այն խոսքը, որ 4-րդ գլխում 12-րդ համարը գսե, ուրիշ անուն չկա բրգությունը ստանալու համար, բացի այն անունը, որ ամեն անուն է վեր է, եւ այդ անունը Տեր Հիսուս Քրիստոսն է։ Արաքյալները գսե մենք այս բաներուն համար անոր վկաներն ենք, հալելույա։ Մենք Քրիստոսի վկաներն ենք։ Մենք տեսանք, լսեցինք, ապրեցանք, հասկացանք եւ այսօր կվկայենք ցեզ։ Ցեզ որ դուք հասկանաք, որ Տեր Հիսուս Քրիստոսը դուք խաչեցիք եւ դուք պարտական եք այդ անոր մահվան։ Բայց Աստված, որ ամեն բան է վեր է, որ ամեն ինչ իր իշխանության տակ է, զինք հարուցանեց։ Ավասիկ ավետարանի հստակ, սիրելիներ, հստակ քարոզչությունը։ Իսրայելի ապաշխարությունը լալու։ Իսրայելի ապաշխարություն նաև քո ապաշխարությունը, իմ ապաշխարությունը, մարդկանց ապաշխարությունը։ Չմոռանանք, որ այստեղ Երուսաղեմի մեջ են, դաջարի մեջ է այս խոսակցությունը։ Եվ բոլորը կսպասեին Մեսիան, դեպի դիկար Մեսիան, եւ թակավոր բիդլար Մեսիան, եւ իրենք բիդազադեր հռոմայացիք այսօր տենեն, ավասիկ արաքյալները գսեն այդ Մեսիան Հիսուսն է, որ դուք սպանեցիք, բայց դերը հարություն տվավ եւ հիմա կանչված եք դուք ապաշխարության Հիսուս Քրիստոսի անունով։ Մենք անոր վկաներն ենք ու Սուրբ Հոգին ալ գսե, որ Աստված իրեն հնազանդ եղողներուն տվավ։ Մենք վկաներ ենք եւ Սուրբ Հոգին ալ նաեւ վկայ է։ Այստեղ կարևոր է։ Սուրբ Հոգին հրաշքներ հրավ։ Ամբողջ Երուսաղեմը հрьяաները այստեղ գիտեն։ Ուրեմն Սուրբ Հոգի հրաշքներու նպատակը այդ էր, որ վկալար կամ վկայությունը լար Հիսուս Քրիստոսի հարությանը։ Հրաշքի նպատակը այդ էր, որ մարդիկ անդրադառնային, որ Հիսուս հարություն արավ ներելներեն եւ Հիսուս կրնա այսօր մարդկանց բրգել։ Ուրեմն մենք արաքյալներս վկայենք Հիսուս անցի մարդու վրա։ Վկայենք ինչպես մերավ եւ վկայենք ինչպես հարություն արավ։ Մենք կխոսենք ինչ որ Տերը մեզ սորվեցուց, ցեզ կփոխանցենք։ Բայց Սուրբ Հոգին գսեն ինքն ալ վկայ է, ինչպես հրաշքներով։ Սուրբ Հոգին վկայեց հրաշքներով, արաքյալները վկայեցին խոսքով։ Ուրեմն խոսքը եւ հրաշքը միասնական դվավ այս արտնությունը։ Արաքյալները խոսքով, Սուրբ Հոգին հրաշքով։ Նույնն ալ մենք խոսքը ապրենք, խոսքը դարածենք, խոսքը կարոզենք, Սուրբ Հոգին ինքը հրաշքները գրնանել։ Եվ համար 33 նայեցեք ապաշխարություն կկարոզվի եւ 33 կսե անոնք այս բանը լսելով խիստ գադղեցան։ Սիրելի քույր եղբայրներ, քարոզչությունը գերտա որ մարդը փրկվի, բայց այդ մարդը այդ քարոզչության վրա ավելի կգադղի։ Խոսքեր գսվի որ մարդը զղջա ապաշխարե եւ մարդը թարնա դեպի Քրիստոսի, բայց մարդիկ խոնարհվելու դեղ ավելի կգադղին, քանի որ իրենց եսին կտպնանք, քանի որ այստեղ արաքյալները կանաներուն եսին տպան։ Պետք է որ իրենք զղջային, ասելով պետք է իրենք ցույց տային, որ իրենք սխալական են։ Բայց իրենց եսը, իրենց քորոզությունը անչափ բարձր է, որ անկարելի էր որ ասեին մենք սխալվեցանք կներես։ Այսօր շատ մը գրնամս էր քաղաքական մարդիկ այնքան սխալներ հրած են, բայց երբեք չեն գրնար ընդունել որ իրենք սխալ հրած են։ Եվ իրենց քորոզության պատճառով գմնան այդ ինչպես այստեղ գսե այդ գադեղության մեջ։ Հոգևորականներ, հոգևորներ, հավատացյալներ, երբ որ չենք ընդունել, որ մենք սխալական ենք, մենք մեծ օրհնություն կգործընծնենք։ Այս քահանաները գադղեցան, միջ այդ ավետարան եկերը, որ իրենք փրկվեին, ամբողջ ազգով փրկվեին,
բայց իրենք ավելի գադղեցան եւ միջև այսօր նայեցեք ինչ վիճակներ են անցնի Իսրայելի ժողովուրդը։ Ինչու՞։ Մերժեցին իրենց այցելող Քրիստոսը։ Փառք Տիրոջ, որ այսօր շատ մտեղեր հրյաներ գտնին Քրիստոսը Հիսուսը իբր Քրիստոս եւ գաբաշխարեն եւ գզղճան իրենց մեղքերը, այո, բայց ավետարան այստեղ եկավ իրենց, որովհետեւ իրենք Աստծո ժողովուրդ Մովսեսեն եկած Աբրահամեն եկած ժողովուրդը ընդունեին Քրիստոսը, բայց իրենք կատղեցան։ Սիրելի քույր եղբայրներ, չեմ գիտեր դուք, բայց ձեր միջոցով նաեւ ուրիշներ, երբ որ ավետարանը կկարոզվի, երբ որ գոչ կլա որ ապաշխարենք կամ զղջանք կամ խոնարհվենք կամ ներողություն խնդրենք, մի բան գսեմ, խնդրեմ սիրելիս, մի մերժեր, մի խստացներ քո սիրտդ։ Սաղմոս 95-ը գսե, երբ կլսեք Տիրոջ ձայնը, մի խստացնեք ձեր սիրտը։ Հետևանքը շատ չար է, շատ վատ է։ Եվ որ դու գիտես ինչ պիտի անես, եւ որ աշխապ ավետարան կկարոզվի եւ գլսես եւ դու գիտես ինչ պիտի անես, մի խստացներ քո սիրտը։ Մի գադաղեցներ քո ներսի մարդը, այլ խոնարեցուր, գնա զղջա, ապաշխարե, մգրդվիր, նվիրվիր, հանձնվիր, սիրե, ներե, ներվիր, ապրիր այն ինչ որ Աստծո թագավորությունը մեզ գսորվեցն է։ Հալելույա։ Աջանի մեջ Փարեսիցիմը ոտքի ելավ, որուն անունը կամաղել էր, օրինաց վարդապետը, բոլոր ժողովրդին առջև բադվավոր մեկը, որ հրաման հրավ, որ առաքյալները քիչ մը դուրս հանեն։ Այսինքն խելացի մարդ։ Եվ ասավ, ով իսրայելցի մարդիկ, ըսկուշացեք այս մարդոց հանդեպ ձեր ընելիքեն։ Գանձի ասկե առաջ, Դևդաս ելավ, իրեն համար ըսելով թե երևելի մեկն էր։ Ու թվով 400-ի չափ մարդիկ իրեն հարեցան, ինք սպաննվեցավ եւ այն ամեն գնալ իրեն հնազանդեր էին, ծրվեցան ու ոչինչ եղան։ Անոր յետևեն Հուդա Գալիլեացի ելավ, աշխարհակիր եղած օրերը եւ շատ ժողովուրդը իր գողմը քաշեց, բայց ինքն ալ գործվեցավ եւ այդ ամենքը, որոնք իրեն հնազանդեր էին։ Հիմա ցեզի գսեմ, այդ մարդոցմե մեկտի գեցեք ու թող դվեք զանոնք, վասնզի եթե այդ խորհուրդը կամ կորձը մարդոցմե է, բիդի կագվի, իսկ եթե աստուծմե է, չեք կրնար ադիգա կագել, չլա թե Աստծո թեմ մարդնչիկ։ Եթե մարդկային կորձ է, բիդի կագվի, մարդկայինը կկագվի, գլսենք երբեմն ինչեր, ինքնագոչ հովիվներ, ինքնագոչ քարոզիչներ, ինքնագոչ հավատացյալներ, այս պիտենք, այն պիտենք, դերը սրտից տրավ եւ այլն, 2-3 տարի, ամիս, հետո կանցինք վերջանա, ինչ եղավ։ Եթե աստուծմե է, ոչ մեկը չի կրնար հագարագին։ Իմ ծառայության մեջ, երբ մենք ճշմարտության խոսքը սկսանք, շատեր փորձեցին քանթել մեր կորձը, շատեր, եւ դժբախտաբար հավատացյալներ, դժբախտաբար հովիվներ, անուններ չեմ դար, բայց գրնա շատեր հասկանալ, փորձեցին քանթել, ամեն ձևով, ամեն տեսակ անգանոն դքեղ, ոչ հաճելի ձևերով, եւ 10 տարի է մենք դեռ այստեղ ենք, 10 տարի է շարունակենք, այս որու միջոցով, Տիրոջ շնորհքով, ոչ իմ, ոչ ալ մեր ծառայողագիցների, Տիրոջ շնորհքով, ուրեմն եթե Աստծո կորձն է, դերը կբահե, եթե մարդկային է, գլուխդ մի օգնես դուր, անորմալ երբեմն ծրագիրներ եթե ունինք կամ ունիս, մի խանգարվիր, եթե աստուծմե եթե այդ ծրագիրը քեզ համար է, լա հոգևոր, լա ոչ հոգևոր, եթե քեզ համար է, Տիրոջեն եթե եկած է, ոչ մեկը չի գնար քանդել, մի խանգարվիր, հանդարտ մնա, բայց եթե մարդկային է, ինչ որ ալնես, ինչ որ ալ շնես, պիտի քանդվի, հալելույա, փառավորվի դերը, օրհնյալ է մեր դերը,
Փառք մեր Տիրոջը, սիրելի քույր եղբայրներ։ Անոնք ուրեմն համար 40 հավանություն տվին անոր ու առաքյալները գանչեցո ձեձեցին եւ բադվիրելով որ անգամ մնալ Հիսուսի անունով չխոսին արձակեցին զանոնք։ Շատ բարձ անոնք ալգսե ադյանեն կացին ուրախանալով որ Տերոջը անվանը համար արժանի եղան անարգվելու եւ ամեն օր դաջարը եւ դուներուն մեջ չէին թաթարի սորվեցնել ու Հիսուս Քրիստոսը քարոզել է։ Ահավասիկ իրենց արգելեցին, բայց մենք գիտենք պատասխանը, քանի որ քիչ առաջ ուսին առավել ազդում ենք հնազանդին կան թե մարդկանց, ձեձեցին նույնիսկ, բայց այդ մարդկանց ոչ մեկ բան չփոխեց։ Ընտակարակը ուրախ սկսան շարունակել իրենց առաջվա պես դաջար երթալ քարոզել եւ դուներու մեջ, արդեն ահավասիկ սկսան դուներու մեջ։ Դաջարը միշտ կար, հիմա արդեն դուներու մեջ սկսան գազմագերբվել եւ սորվեցնել։ Գտեստեք սորվեցնել եւ քարոզել իրար հետ կապ ունի։ Քիչ առաջ ասի քարոզչությունը չէ կարևորը, սորվեցնելն է կարևորը։ Նայեցեք քարոզչություն, ասել է սորվեցնել։ Հրճագել սորվեցնելով, մարդկանց ծև գտնելով որ սորվին։ Ոչ թե փամը ասես եւ մարդիկ այդտեղ քո ըսածը գլուխին շարժեն, այո ասեն եւ դունալ ուրախանաս։ Սորվեցնեն առաջին հավատացյալները գսորվեին, որբեսի սորվեցնեն։ Դերորդի, հիմա հավատացյալներ, հազիվ մեկ հատ բարև չես տարին, գնեղվի 3 շաբաթ եկեղեցի չկար։ Նայեցեք այս մարդիկ ձեձեցին, ձեձվեցան ներողություն, դերորդի, ուրախությամբ, ասին Հիսուսի համար անարգվեցանք, շարունակենք երթանք, շարունակենք, օրտնենք, մենք կանչված ենք Աստծո խոսքը տարածելու, կանչված ենք Հիսուսի հետ ապրելու, կանչված ենք Հիսուսի սիրելու, կանչված ենք Հիսուսի հետ մեկը լալու, իր թագավորության մեջ քայլելու, հալելույա։ Այս բանը լավ լսեցեք։ Եթե քու մեջ Սուրբ Օքիով չկա, դու չես կրնար այս գենի մեջ մնալ։ Եթե Սուրբ Օքիով մեկը իսկապես վերեն ծնված չէ, այս հավատքի ընթացքին մեջ չի գրնար երկարտ իմանալ։ Հարց դուր, դու ինչու հավատքի մեջ ես։ Ինչով դու հավատքի մեջ ես։ Ինչու այսօր հավատքի մեջ ես։ Երբեմն մարդանց հետ կխոսենք եւ երբ որ իրենց կհիշեցնենք իրենց անցյալը թե իրենք ինչպես հավատքի մեջ նվիրված էին եւ այսօր բոլորովին հերու են, երբ կսենք հիշե այդ օրերը, գսեն բայց մենք այդ օրերը գնեինք ընելու համար, եկեղեցի ուքային եկեղեցի գալու համար, գծարայենք, քանի որ ուրիշ բան չունեինք, գծարայենք։ Սիրելիներ, հարց դուր, դու Տիրոջ սիրելով նվիրված գաբրիս քո կյանքդ, թե գանես, քանի որ պիտի անես, թե այսօր եկեղեցական կյանք ունիս կամ հավատքի կյանք ունիս, քանի որ ուրիշ բան չունիս, կամ ամեն ինչ լավ է, կամ ամեն ինչ վատ է։ Շատ անգամ ամեն ինչ վատը լալով մարդիկ կմոտենան Աստծո։ Երբ որ ամեն ինչ լավ է, հերու։ Ուրիշներ հակառակ, երբ որ ամեն ինչ լավ է գուքան Աստծո, երբ որ հազիվ կորց, մորց, բաներմը գեհերանան Աստծո։ Կամ եթե մեկը նեղացնե իրենց, այլ չեն ուզեր լսել, չեն ուզեր եկեղեցի երթալ, շատեր կան։ Բզդիկ բանը գնեղանան գսեն, այլ չեն ուզեր լսել, չեն ուզեր եկեղեցի, չեն ուզեր հոգիվոր հովիվ, չեն ուզեր եղբայր, չեն ուզեր ժողովուրդ, լավ լսեցեք դու Հիսուսին, ինչու կհետևիս։ Արդյոք Սուրբ Օքին քո մեջն է։ Արդյոք դու կապված ես երկնքի հետ։ Թե բարձրապես հավատացյալ ընտանիք ես, վարժություն ունիս, հոգևոր ես, իբր թե եւ բաներ մգնես։ Սիրելի քույր եղբայրներ, քրիստոնեական կյանքը նեղ կյանք է։ Ձեձված, անարքանք, հալածանք, հայոյանք։ Եվ որ գվերադառնամ քիչ առաջվա իմ վկայությանս, քանիներ կսպասեին, որ այդ նեղության ընթացքին ես կանգնեի ծառայութենե։ Քանիներ անչափ նեղված վիճակ, որ սպասեին, որ ես կանգնեի ծառայութենե։ Բայց փառք լա երրորդության Տիրոջը, որ իր շնորհքով ինձ հայտնեց,
որ իր շնորհքը շատ ավելի մեծ է, քան թե այդ մարդկանց խոսքերը։ Որ իր շնորհքը շատ ավելի մեծ է, քան թե ով մեկ ծառայություն։ Երբ որ մենք կապված ենք Տիրոջը շնորհքի մեջ, եւ մենք գիտենք մեր կյանքի նպատակը, եւ մենք գիտենք ով է մեր Հիսուսը, որ մեզ համար մեր ավարություն արավ, եւ այն Սուրբ Հոգին մեր մեջ ինչպես կգործե, ոչ մեկ կարևորություն չունի մնացածը։ Տերը մեզ կտանի առաջ, եւ մենք գիտենք կյանքի նպատակը։ Հալելույա, օրհնյալը լա մեր Տերը, հուսամ թունալ այդպես է սիրելիս։ Մի հետևիր Հիսուսի, քանի որ ամեն ինչ խնդիր է, այլ հետևիր Հիսուսի, քանի որ գիտես որ իր մեզ զատ կյանքի մեջ նպատակ չկա։ Հալելույա։ Շարունակեմ ոչ թե պիտի սկսեմ ուրիշ պատմություններ պատմեմ, բայց ժամանակ շատ չունենք։ Գլուխ 6։ Այն օրերը, երբ աշակերտները շատան, ինչ գեղեցիկ է, տեսնեք, գործ առաքելուց միշտ գշատնա։ Ոչ թե գբաքսին, այլ գշատնա։ Ոչ թե գմնան նույնը, այլ գշատնա։ Այն օրերը, երբ աշակերտները շատան, հելենացիներու կողմէ դրդունչ եղավ եբրայեցիներուն թեմ, վասնզի իրենց որբևարիները ամեն օրվան ողորմության մատակարվելուն ադեն անդես գլային։ Խնդիրները սկսավ առաջին եկեղեցին մեջ։ Ինչպես մենք հայրը սկսենք, ըսի ըսավները սկսավ։ Այն ըսավ ես ըսի, մյուսը ըսավ մյուսը եկավ, մյուսը ինչու ասան գրավ, մյուսը ինչու այդպես շրավ։ Պրոբլեմները սկսան ժողովուրդ 6-րդ գլխուն մեջ գործ առաքելոցի։ Ուրեմն երբ որ եկեղեցին գշատնա, եբրայերի բաղիստինի հրյաները գաբաշխարեն Քրիստոսը գնդունին, բայց նաև ոչ բաղիստինի հրյաներ, որոնք հունարեն գխոսեին։ Մյուս երկիրներեն, քաղաքներեն եկած, աբաշխարեցին եւ սկսան մտնալ եկեղեցի։ Հելենացիները եւ եբրայացիները եւ բոլորը վերստին ծնված հավատացյալներ են։ Եկեղեցիներու մեջ, բայց արդեն սկսավ զանազանություններ, ճոգողություններ։ Այս մարդը լիբանանցի է, այս մարդը հայաստանցի է։ Այս մարդը բուրճամուդեն է, այս մարդը Երևանեն է։ Այս մարդը բարսկահայ է, այս մարդը թրքախոս է։ Այսպես հարցերը սկսան ըլլալու եւ անոնք որ ինձ կհետևին, թերևս ձեր եկեղեցիներու մեջ նույն պատմությունը։ Այս մարդը այսպես է, այն մարդը այդպես է։ Ես ասոր հետ ավելի հաճելի է իմ համար, անոր հետ այն չափ չէ։ Չուրս ինձ հետ չի կալեր այդ մարդուն հետ, անոր հետ կքալե։ Կհասկնաք։ Սկսան ջոգողություններ, ագումբային այսպես խաղեր, սկսան այսպես ընկերություններ եկեղեցին մեջ, այո, ագումբային սկսավ լալ։ Անոնք կսեն մերինները ասանք, մյուսերը կսեն մերինները ասանք։ Տեսնեք ինչ լուրջ թեմա է։ Եվ այս վիճակի մեջ առաքյալները բոլորովին տարբեր լուծում կտան։ Նայեցիք ինչ լուծում կտան։ 12 գանչեցին աշակերտներուն բազմությունը։ Աշակերտներուն բազմությունը։ Վերստին ծնվածներ։ Եվ ասին, մեզի չի վայելեր Աստծո խոսքը ցկել եւ սեղաններու ծառայություն անել։ Ուստի եղբայրներ, ցեզ մե 7 հոգի ընդրեցեք, լավ լսեցեք։ 7 հոգի ընդրեցեք։ Բարի վկայված Սուրբ Հոգիով եւ իմաստությունով լեցուն, որբեսի զանոնք այս կորձին վրա տնենք։ Եվ մենք աղոթքի եւ Աստծո խոսքին պաշտոնով բարաբինք։ Ինչ էր պրոբլեմը։ Գեշեք մենք կարդացինք 4-րդ գլխուն վերջավորության, որ ամեն մարդ իրենց ունեցածը կբերեին, կտնեին առաքյալներու ոտքի տակ, եւ ամեն ով որ նեղութենե գանցնեին այդ օգնությունը գուդային մեկ խոսքով։ Եվ այդ օգնություն տալը մի խոսքով ֆինանսական կամ նյութական օգնություն սկսավ եկեղեցիին մեջ, եւ շատերը սկսան շեշտը տնել նյութական օգնության վրա եւ ոչ թե խոսքի վրա։ Եվ այս խնդիրը միջև այսօր
շատ մը եկեղեցիներու մեջ կա։ Նյութական օգնությունը գքերազանցե խոսքի ծառայությունը։ Երկուսն էլ կարևոր են։ Քանի որ մեկը եթե անոթի է, սոված է, պիտի դրվի իրեն գերագուր։ Բայց եկեղեցին գերագուրի դեղ չէ։ Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, սրբության դեղ է։ Բայց այս երկուքին հավասարակշռությունը կարևոր է։ Եվ երբ որ սկսան գրիվները լալ, անհամաձայնություններ, մշակութային անհամաձայնություն, նախանց, ինչպես Քիչարյոսի ագումբային, առաքյալները սին ստոպ, պետք է զադենք այս բանը իրար մեջ։ Պետք չէ որ եկեղեցին դառնա վիճապանության վայր նյութական բաներու շուրջ։ Մեկ հատ նայեցեք այդ եկեղեցիներու մեջ որ եք, այդպես բան գա կամ չգա։ Նայեցեք այդ հավատացյալներու խոսակցությունները ֆինանսականի օգնության բաներու հետ կապված։ Գա կամ չգա։ Միջև այսօր գա։ Այսօր չեմ գիտեր անուն չեմ ուզեր դալ, բայց դարբեր եկեղեցիներու մեջ միլիոնավոր դոլարներու մասին կխոսվի։ Այսօր կխոսվի առաջնորդներու մասին, հոգևոր առաջնորդներու, հովիվներ, ավետարանիչներ, քահանաներ, խարը ինձ համար բոլորը իմ համար նույնն է, չեմ խառներ մեկը, չեմ զանազաներ, բոլորը։ Երբ որ այնադեն որ դու կդառնաս ֆինանսականը կդառնա եկեղեցի մեջ կարևոր կետ, արդեն եկեղեցի լալե կդադրի։ Հուսամ կհասկնանք եւ հուսամ այս խոսքերը կփոխանցեք ուրիշներուն։ Եվ այստեղ առաքյալները շատ հստակ ձևով ասին որ մենք պիտի բաժնենք։ Ազո խոսքին եւ աղոթքի պաշտոնը դրված է մեզ, առաքյալներ, եկեղեցի առաջնորդներ։ Մենք կորց ունենք դրամական, նյութական, ֆինանսական հարցերով սպառվել։ Մենք քարոզչություն, աղոթք, հոգևոր հասարակություն, սորվեցնել, բժշկել, օրհնել, սիրել, սորվեցնել աշակերտներն, մենք չենք ուզեր խառնվել նյութականով։ Նյութականով խառնվելու համար ընտրեցեք 7 հոգի, բայց նայեցեք որուն կընտրեք։ Լավ լսե, Սուրբ Հոգիով լեցված մարդ։ Գիտեք ինչու։ Քանի որ եկեղեցին մեջն էր այդ գործը բիդելար։ Առաքյալները չէ, խոսքը, հոգևոր դաստիարակությունը մեկ կողմ, ֆինանսական նյութական օգնությունը մյուս կողմ։ Բայց ֆինանսական նյութական օգնությունը ամեն մարդ չէ որ պատասխանատվություն պիտի վերցնի։ Սուրբ Հոգիով լեցված եւ իմաստալից մարդ եւ գսե բարի վկայված մարդ։ Ասել է մարդ որուն վկայությունը մենք գիտենք որ ֆինանսի հետ նյութականի հետ այնքան խնդրեմ չունի, որ ինք հավասարակշռված մարդ է, որ ինք ոչ Հրեաստանի կողմն է, ոչ ալ հելենացիներու կողմն է, ինք արդար մարդ է, մեկ խոսքով Սուրբ Հոգիով լեցված մարդ։ Եկեղեցի մեջ ամեն նյութական գործը որ գնես, եթե Սուրբ Հոգիով լեցված չէ, դու պիտի այդ գործին մեջ հոգևոր ցախողություն բերես։ Շատ կարևոր է, մենք շատերս կգարձենք, որ հոգևոր ծառայությունը եկեղեցին մեջ քարոզչությունն է, փեմային ծառայությունն է, փառաբանությունն է եւ այլն, բայց ոչ։ Հոգևոր ծառայությունը ամեն ինչ է, միայն Սուրբ Հոգիով պետք է լա։ Քեդին ավլելը, անոնք որ սրահ ունին, իրենց սրահին քեդին ավլելը, աթոռները շարելը, եղբայր քույրերուն համար սուրճ եփելը, օրինակ կսեմ, երբ որ կհավաքվենք։ Չեմ գիտե, բոլորը տարբեր եկեղեցիներու մեջ է, տարբեր սովորություններ ունիք դերևս, ամենաթեւս։ Շատ նյութական ծառայությունը, եթե Սուրբ Հոգիով չնես, դու պիտի գրիվ մեջտեղ բերես։ Ինչպես այստեղ։ Անորմալ այդ գրիվը դատարեցնելու համար առաքյալները ասին, մենք
հոգևոր գործով զբաղվենք, 7 հոգինալ Սուրբ Հոգիով լեցվեց ծառայե այդ ծառայության։ Համար 5 եւ այս խոսքը բոլոր բազմության արչեւ հաջող երևցավ, ուստի ընտրեցին Ստեփանոսին, գրված է Ստեփանոսին հավատքով եւ Սուրբ Հոգիով լեցուն մարդ։ Փիրիբոսը, Բիրոկրոնը, Նիգանովրան, Դիմովնան, Բարմենան, Նիգողիայոսը, որ նորահավատ էր Անդիոքցի։ Նորահավատ մարդը բայց Սուրբ Հոգիով լեցուն էր։ Տեսակ ինչու Սուրբ Հոգիով գլեցվեին մարդիկ։ Հազիվ գուկային գնվեին Քրիստոսին Սուրբ Հոգին գլեցներ իրենց եւ գքայլեին դիրոջ տաշտի մեջ եւ գծարային, ասոք ծառայության մեջ մտան։ Եվ այստեղ գեղեցիկ է ընտրեցին։ Ընտրություն եղավ։ Այդպես չէ, որ ես իմ դողուստրեք, իմ հորեղբայրս թող ծառայե, իմ գինս թող ծառայե։ Մեկ խոսքով ընտանեկան հարց չէ այստեղ։ Եկեղեցին պիտի ընտրե։ Եկեղեցին ընտրեց Սուրբ Հոգիով լեցված մարդիկ եկեղեցական ծառայություններու մեջ, ամեն ծառայություններու մեջ։ Եվ ոչ թե քանի որ քիչ շատ տրամ գուտան այսօր եկեղեցիներու մեջ հոգապարծուներ կան, որ առաջին դեղը նստած են։ Գիտեք ինչու, քանի որ քիչ շատ տրամ գուտան եկեղեցին, իրեն հոգապարծու գնեն։ Բայց այդ մարդը ոչ Սուրբ Հոգի են դեղյակ է, ոչ հոգևոր դեղեցություն ունի, ոչ հավատքի մեջ է։ Ինչ ասես։ Այդ եկեղեցիի մեջ ինչ կսպասես։ Հասկնակ ժողովուրդ։ Շատ բարձ է Սուրբ Գիրքը, եթե լավ կգարտաս, քո ամեն ընթացքնից արդեն պիտի շտկվի։ Անոնք առաքյալներուն արչև գայնեցուցին, անոնքալ աղոտք ընելով ցերկերնին վրան թրին, անոնց վրա թրին, եւ Աստծո խոսքը գաջեր, եւ աշակերտներուն թիվը խիստ կշատնար Երուսաղեմի մեջ։ Նույնիսկ քահանաներն շատերը նոր հավատքին գահարեին։ Երբ որ ամեն ինչ գարկ ու կանոն գնես, երբ որ ամեն ինչ հիմնական գնես սիրելիս, քու քաղաքդ, քու երկիրդ կզարկանա։ Երանի մեր երկրին մեջ Հայաստան, բայց նույնիսկ ես Ֆրանսա գաբրիմ, Ֆրանսայի մեջ, դու չեմ գիտեր ուր գաբրիս, այնտեղ, Երանի այնտեղ։ Հավատացյալները իրական հավատքի մարդը լային։ Գարկ ու կանոն եկեղեցիներեն կսկսի ամեն ինչ։ Եկեղեցին մաքուր գարկ ու կանոնի թելա, ժողովուրդն գարկ ու կանոն գլա։ Եթե եկեղեցին ձուր է, ժողովուրդն ձուր է։ Այստեղ եկեղեցին առաքյալներու ցերկով շիդակ հիմքի վրա գտրվի եւ ամեն օր ժողովուրդ գաջեր, գործնվեին, քահանաները, հրյա քահանաները գաբաշխարեին։ Ինչու, քանի որ հիմքը շիդակ է եւ դերը գավելցնե։ Եթե հիմքը սխալ է, դեր ուր բիլավելցնե։ Եթե եկեղեցի մարդիկ այսօր բզդիկ բանի համար գնեղանան, եթե եկեղեցի մարդիկ այսօր բզդիկ բանի համար գխանքարվին, բայց եկեղեցի մեջ այդ մարդը ինչ կորձ ունի։ Կամ ինքը դեր վերստին ծնված չէ եւ կամ պետք է ինքը աշխարհի զղջա, որ քայլե, որպես իր միջոցով շատեր բրգվեն։ Այսօր եթե հովիվներ կան ինձ կլսեն, չեմ գիտեր, եթե ոչ կացեք ձեր հովիվներուն ասեք։ Այսօր հովիվները շատ ավելի գհոգնին եկեղեցի մեջի չագերդյալ հավատացյալ ըսված մարդոցմով, քան թե դուրսի մարդկանց ավետարանը քարոզելով։ Մեր հելենիստները եւ մեր եկեղեցիներու հրյաները շատ ավելի խնդիրներ ունեն իրար հետ եւ երբ որ կփորձենք շտկել, ամեն մեկը իր քայլը չներ շտկվելու։ Անոր համար եկեղեցին կգաննի։ Միջ այդ այստեղ եկեղեցին կզարկանա, կմեծնա։ Ինչու՞։ Քանի որ ամեն ինչ Սուրբ Հոգիով է։ Քանի որ ամեն մարդ Սուրբ Հոգին դեղ գուտա։ Քանի որ ամեն մարդ գուկա դիրոջ առաջ եւ դիրոջ խոսքով կքայլե։ Քանի որ ամեն ինչ իր դեղն է։ Ամեն մարդ իր դեղը։ Ամեն ինչ չի կրնարնել, ամեն մարդ իր դեղը պետք է լա։ Եվ երբ որ ամեն ինչ ամեն մարդ իր դեղն է, սիրելի քույր եղբայրներ, եկեղեցին գաջի։ Մարդիկ կուրախանան, հրաշքներ գլա, օրհնություններ գլա, եթե ամեն մարդ իր տեղն է։ Իմ գոչս, իմ սիրելիներ, իմ գոչս այդ է, որ այսօր բոլոր վերստին ծնված հավատացյալները
կան գործ առաքելոցի հիմքի վրա իրենց տեղական եկեղեցիներու մեջ ապրին։ Հալելույա։ Հալելույա։ Սիրելի քույր եղբայրներ, ես կարծեմ հոսպիտի գանք այսօր։ Ուզեցի 7-րդ գլխում միջև վերջը երթալ, բայց հոսպիտի գանք։ Շատ բաներ ասի։ Մի խնդրեմ մենալ լսես այս բաժինը։ Մի քանի վարգաններն YouTube-ի վրա գտրվի, Խոսքը TV-ի վրա գտրվի, Facebook-ի վրա գտրվի։ Այս սերդողությունը մի քանի անգամ լսե։ Քո եկեղեցվո ծառայող խումբին ուղարկես այս բաժինը։ Գամտուն բացատրես։ Եվ վերանայեք դուք ձեր դեղական խմբակներու մեջ, թե ինչպես գաբրինք մեր հոգևոր կյանքը, մեր եկեղեցական կյանքը։ Քույր եղբայրներ, Տերը գուզե այսօր իր եկեղեցին արտնցնել, քանի որ Հիսուս իսկապես մոտ է իր գալուստը։ Այս ահազանգներն, որ Տերը գուզե մեզի տալ, գեղեցիկ փառավոր շենքերու մեջ բախվելով, մենք մեզ եկեղեցական չենք կրնարնել։ Գեղեցիկ հավատացյալ ըսելով մենք մեզ, լավ երկերով, լավ քարոզներով մենք մեզ հավատացյալ չեն գներ։ Մենք այս խոսքի համապատասխան ապրելով, Սուրբ Հոգին մեր մեջ դեղ առնելով, զղջումով եւ ապաշխարությունով, Տիրոջ հնազանդելով եւ վստահելով, սիրելով եւ հարելով, մենք պիտի մաքրվենք եւ սփվենք եւ մեր միջոցով մեր տեղական եկեղեցիները եւ մեր տեղական ընթացքը։ Այսօր այս կայնը դերը ցե շատ օրն է։ Մի խնդրեմ իսկապես ինչպես ասիք առաջ մենալ մտածես այս խոսքերու վրա եւ բարձրալի շուքի տակ ապրիս ամենագարողին օրդության տակ լաս եւ դերը քեզ իսկապես սորվեցնե ճշմարիտ աշակերտ ըլլալ այս երկեն վերջ պիտի վերակտնենք իրար եւ մի բան պիտի առաջարկեմ մանավանդ անոնք որ Երևան գաբրին Հայաստան Երևան գաբրին ցեզի բան ունի մսելիք այս երկեն հետո գվերակտնենք իրար
կստանաս պատասխան, նա քեզ հետ է հավիտյան, օրհնել է քո տունը, փրկել է քո որդկանց, բարձրյալն է ապավեն քեզ համար։ Երբ կանչեմ ես նրան, կստանամ պատասխան, նա ինձ հետ է հավիտյան, օրհնել է իմ տունը, փրկել է իմ որդկանց, բարձրյալն է ապավեն ինձ համար։ Նա փրկեց ինձ մահից, որ սողի որոդայթից, ինձ շարման չի մոտենա, նրա թևերի տակ ապահով եմ և վստահ, ինձ շարման չի մոտենա, նա փրկեց ինձ մահից, որ սողի որոդայթից, ինձ շարման չի մոտենա, նրա թևերի տակ ապահով եմ և վստահ, ինձ շարման չի մոտենա։ Ամեն, ամեն եւ ամեն։ Սիրելի քույր եղբայրներ, Տերը օրհնե։ Անոնք որ Հայաստանեն գեհդևեն ինձ կամ անոնք որ Հայաստան, Երևան ունին ծանոթներ եւ որոնք գուզեն մասնակցել աշակերտության հadoop դասընթացների։ Ես մոտավորապես 2 շաբաթեն Հայաստան պիտի մեկնեմ եւ այդտեղ 4 օրվա հadoop աշակերտության դասընթացներ կգազմագերբենք։ Աշակերտ ըլլալ, սորվիլ, սորվեցնելու նպատակով։ Անոնք որ այդ աշակերտության, չեմ ասեր հավատացյալ, կարողություն չէ, այլ դասընթացներ են։ Անոնք որ կհետաքրքրվեն այդ աշակերտության հոգին, որ իրենք սորվին, սորվեցնելու նպատակով։ Եթե ունին, որոնց սրտերուն մեջ կա, եւ գուզեն այդ 4 օրը մասնակից դառնալ այդ մեր դասընթացներուն, պիտի ըլլա Երևանի Երեփունի շրջան, ուրեմն 22-ին մինչև 25, 22, 23, 24, 25 հոկտեմբեր։ Անոնք որ գուզեն, գապնվեցեք մեր հետ, մենք ձեզ դեղեցություններ կտանք, քրանցումի համար պայմաններ գսենք, անշուշտ սրիապար է քրանցումները, կոմարային հարց չկա, միայն գարկուգանուն կա, ուրեմն անոնք որ գուզեն, թող գրեն ինձ այստեղ Facebook-ի վրա, կամ Messenger-ով, ավելի Facebook-ի վրա թող գրեն եւ մենք կգապնվենք ձեր հետ, հետո մնացած հարցերը կլուծենք։ Անոնք որ Հայաստան են եւ կամ ունեն Երեփունի կամ Երևանի մեջ մարդիկ, որոնք դուք կուզեք դերևս որ իրենք կաչալերվին, սորվին, սորվեցնելու նպատակով, թող գապնվին մեր հետ։ Եղավ, դերը ձեզ արադաբես օրհնե, Հիսուսյանով գաղութենք դեր, ինչ որ ցանվեցավ բդուղներ կան, եւ այսօր մեր այս ժողովրդին մեջ են դակցած, նվիրված, Սուրբ Օքիով լեցված մարդիկ շատնան քեզ բադիվ բերելու եւ շատերու փրկության համար։ Դեր օրհնե մեզ արադաբես ցեզ գսիրենք, կորտնենք եւ մեր ժամադրությունը մինչեւ կալ չորեքշաբթի նույն ժամուն նույն ալիքին վրա։ Դեր օրհնե ցտեսություն։